Վերջին շաբաթներին տարածաշրջանում պահպանվող չոր եղանակը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել գյուղատնտեսական ոլորտը։ Ձյան բացակայությունը այս շրջանում հատկապես վտանգավոր է աշնանացան մշակաբույսերի համար, քանի որ սերմերը չեն ստանում անհրաժեշտ խոնավություն։ Գյուղատնտեսները նշում են, որ դաշտերում ցանքերը սկսում են դեղնել եւ վատ զարգանալ չոր հողի պատճառով։ Այս տարի լավ աշնանացան ցանելու սեզոնը լավ անցավ, եթե քիչ անձրև կար։ Թերսպես անձրև չկա, խոնավությունը չեղավ։ Դա լավ է, ուղղապես համարյա 10 սանտիմ ուսնել է, համարյա, այսքան կա, չէ։ Այսքան, էստեդիկ, քիչ խոնավությունը լավ գալիս, ես շատ չորային է, քիչերն է անչափ ցուրտ կլի, իման ցուրտ կլի, որ աղակին վնաս է, օգուտ չի դա հեմի։ Շատ լավ է, շատ աշնանացանների տարի էր, բայց որ խոնավություն չկա ու գիշերը ցուրտ է։ Գիշերվա սարությունը սարեսներ է։ Մարդղաշը նոր գլե, մարդղաշը չէ նուրբ է։ Զգայուն է, շատ զգայուն է։ Աղակին վնաս, աղակին փեչասնիկ է, աշնանացանն ասի գիշերվա ցերդերը աղակին փեչասնիկ է։ Ընդհանրապես Սեմուր, աշնանցանուն համար աղակին լավ տարի էր, աղակին լավ։ Բայց որ գիշերները հայմի շատ ցուրտ կլի, սարեսները, այդիկ լավ չէ։ Վրա հայմի ծուն բդի էներ որ, ծուննասեսնորունա էլ ոչինչ չէ, գերազած բան կլիր, ցանկ կլիր։ Նոմար աղակին ապասնի է։ Ասեմ, իսմանորոտա երևի 30-40% վնաս կլի։ Ցանկերում 30-40 աշնանցաններում։ Որտեվ եղել է սախմել սարեսները, փեչասները, աղակին փեչասները։ Խոնավություն չկա, սարեսները։ Ինչ լավ։ Ընդհանուր դարությունը ես տարավ ասունքը բոլորի համար, մարդկության համար ընդունել լավ էր։ Մեկ վադոր սինք անձրևոր չել է, խոնավություն չել է, հիվանդությունները շատ շուտ կտարածվին։ Բուսականության համար հիվանդությունները կստեղծվին, աղակին բուսականությունը ոչնչացնեն։ Ընդհանրապես, եթե վերցնես 50-ի 60-70% դրական է, 30-40% բացասական է։